Ուրեմն մենք տեսանք, թե ինչպես գծային հավասարումների այս համակարգը կարելի է իրան կարճ գրել այսպիսի մատրիցային արտադրյալի տեսքով անցած վիդեոյում։ Այժմ տեսնենք, որ իրականում գծային հավասարումների համակարգերի մատրիցների կապը ավելի խորն է եւ ոչ միայն համակարգերը կարելի է այսպես մատրիցային լեզվով գրել, այլև տարրական ձևափոխությունները մատրիցների հետ տարրական ձևափոխություն հիշում եք, չէ՞, որ տողերի դիրքափոխությունը, տողի բացապատկումը ոչ զրոյական սկալարով եւ տողին գումարած մի այլ տող նախապես այն թվով սկալարով բացապատկել։ Հիմա տեսնենք դրանք նույնպես կարելի է մատրիցային արտադրյալով արտահայտել։ Նայեք։ Հələ վերցնենք այս երկու մատրիցները դիտարկենք A եւ E։ Հələ իրարով բազմապատկենք։ Նայեք, ինչ կստացվի։ Տող անգամ սյուն կանոնով, եթե ես բազմապատկեմ այս տողը այս սյունով, հետո այս ինչ կստացվի, քանի որ ստեղ երկու հատ 0 է, այս տարերը դեր չեն կատարում բացարձակ, այսինքն սրանք հեչ, ես կգես մեկը կբազմապատկվի այս մեկով կգրվի ստեղ, հետո այս մեկը կբազմապատկվի այս մեկով կգրվի ստեղ, մեկը 0-ով ստեղ, մեկը այս երկուսով ստեղ, ստացվեց, որ ինչ արեցինք, այս վերևի տողը վերցրեցինք ու պատճենահանեցինք իրան, վերցրեցինք ու իրան պատճենահանեցինք այստեղ։ Հիմա ով է ուզում ասել, իսկ ինչ կլինի այս երկրորդ տողը, որ այս 4 հատություններով բազմապատկենք։ Երրորդ տողը կստանանք։ Այդ էլ երրորդ տողը կստացվի, վերցրեցինք, պատճենահանեցինք իրան, երրորդ տողը վերցրեցինք եւ իրան վերցրեցինք, տեղադրեցինք երկրորդ տողում, այս երկրորդ տողն է կգա երրորդ տող։ Այսինքն իրականում այս մատրիցի հետ բազմապատկելը նույն դերը կատարեց ինչ որ ինչը, տեսնում եք։ R2, R3 տարական ձևափոխությունը հետաքրքիր մատրիցա, փաստորեն այս ինչ որ մատրիցա, որը որ բազմապատկեցինք այս մատրիցով եւ իհարկե ցանկացած 3-ը չեմ անում ինչի վրա մատրիցով, որ բազմապատկենք, նա պարզապես այս տարական ձևափոխությունը կկատարեր այս R2, R3։ Հələ մի հատ այս մատրիցին մի հատ էլ լավ նայենք։ Այս ինչ տեսակ յուրօրինակ մատրիցա, հələ տեսեք, սա ոնց կարելի է ստանալ։ Հələ միավոր մատրիցը գրեմ 3-ը 3-ի վրա, 1 1 1։ Էլի R2, R3 Այս մատրիցի համար ես ինչ անեմ այս մատրիցի վրա, որ ստանամ այս մեր այս տարօրինակ մատրիցը։ R2, R3 անեմ, չէ՞։ Ու տեսեք ինչ զարմանալի բան է ստացվում։ Վերցրեցի միավոր մատրիցը, նրա վրա կիրառեցի R2, R3 տարրական ձևափոխությունը, ստացվեց սենց մի հատ տարօրինակ մատրից։ Հիմա այս տարօրինակ մատրիցը ոնց որ ժառանգել է միավոր մատրիցից ինչը տարական ձևափոխությունը եւ ինքը իր մեջ այդ հատկությունը գենը իր մեջ նստած է։ Հենց որ բազմապատկում ենք իրան այս մյուս մատրիցով, ինքը ոնց որ գենը փոխանցում է հաջորդ մատրիցին։ Վերցրեցինք տարական մատրիցը, իր վրա կիրառեցինք տարական ձևափոխություն, ստացանք սենց մի հատ մատրից, այսա շուտով անուն կտանք իրան, ու ինքը որ մատրիցին ձախից բացապատկում է, ինքը գենը փոխանցում է։ Գիտեք, ես նոր ինչի վրա բռնացրեցի, ամեն տարի, երբ որ հասնում էինք այստեղին, միշտ այս գարնանային մարտի եղանակն էր լինում, Երևանում տարածված է լինում տարբեր գրիպներ եւ վիրուսներ, եւ այստեղ այս օրինակը սիրում էի սենց ասել, այ տեսեք, որը փրշտում ենք, չէ՞, ոմանք ուսանողներից, այ ոնց որ վիրուսը ինչ տեսակ բան է, վիրուսը փոխանցվում է միավոր մատրիցին,
դա դառնում է վիրուսակիր միավոր մատրից, ու հետո ինքը որ մատրիցի հետ շփվում է, այսինքն բազմապատկվում է, ինքը վիրուսը փոխանցում է նրան։ Վիրուսն էլ որն է, տարրական ձևափոխությունը։ Բայց այս տարի այդ համեմատությունը այն աստիճան ադիոս տեսքա ստացել, որ բնականաբար այս խոսքի մեջ գեներով փոխարինեցի։ Ինչ ազդեցություն է ունենում այդ որ անունը չեմ ուզում տամ, այդ զիբիր երևույթը։ Հիմա նայենք այս մյուս մատրիցին։ Տեսեք սա ոնց է, 1-1-5։ Հələ այդ 1-1-5-ը, որ բազմապատկենք այս նույն i-ով, ինչ կստացվի։ Առաջի տողը առաջի սյան հետ ոչ մի բան, այսինքն այս սյունը նորից պատճենահանվում է ստեղ, հիմա տողը։ Երկրորդ տողի հետ ինչ է կատարվում, հələ ասեք։ Ոչ մի բան։ Երկրորդ տողն էլ է նույնը մնում։ Երկրորդ տողն էլ է նույնը մնում, բայց այստեղ 5 մի կա։ Այս բազմապատկում է այս տողը այս սյունի հետ, սա 5-ով է բազմապատկում 0, այս 5-ը այս 3 հետ 15, 25, այսինքն երրորդ տողը ինչ ալնում։ Բոլոր տարերը 5 անգամ մեծանում են։ 5-ով է բազմապատկվում։ Այսինքն կատարվում է 5/3 տարրական ձևափոխությունն է։ Բայց աստվածը զարմանալի մատրից է, փոխանակ բռնեինք տարրական ձևափոխություն անեինք այս մատրիցի հետ, իրան բավական այս մատրիցին բացպատկել։ Բայց հիմա մի ուրիշ բան էլ նկատենք։ Այս մատրիցը ինքը, ասես 1-1-5 մատրիցը, ինքը միավոր մատրիցից կստացվի ինչ որ ճանապարհով։ Էլի 5/3-ով։ Էլի այս նույն 5/3 տարրական ձևափոխությունը, որ եթե բռնենք կիրառենք միավոր մատրիցի վրա, ստացվի մի տարօրինակ մատրից, բայց հենց այս մատրիցը շփվում է մի հատ այլ մատրիցի հետ, ինքը գենը փոխանցում է։ Փաստորեն գենը դա դառավ տարրական ձևափոխությունը, ինքը դրանով փոխանցում է կամ վարակվում է միավոր մատրիցին, միավոր մատրիցն էլ ում հետ շփվում է, փոխանցում է այն կողմ։ Ահա։ Փաստորեն երկրորդ տիպի տարրական ձևափոխությունը նույնպես փոխարինվեց մատրիցով բազմապատկելով։ Հիմա նայենք այս մատրիցը, տեսեք։ Սա ասենց է միավոր մատրիցա, բայց երրորդ տողի եւ երկրորդ սյան այսպես հատման կետում մի հատ 3 է գրած։ Դա որ բազմապատկենք այս այն սկզբի նույն այն ուրայն մատրիցին ինչ կլինի։ Առաջի տողը ոչինչ չի լինի, կվերցվի կպատճենահանվի այստեղ, տեսնում եք, գա այստեղ։ Հիմա բայց տեսեք մնացածը ինչ կլինի։ Այդ երկրորդ տողի հետ կապված փոփոխություն է լինում, երկրորդ տողին գումարվում է 3 անգամ առաջին տող։ Տեսնում եք, այսա որ բազմապատկում ենք, ստացվում է այս, հələ գիտեք ինչ անենք, այս տող անգամ այս սյուն գործողություն անենք։ Ինչ է ստացվում, նստած երկրորդ մի րոպե, վիպակարեցի, երկրորդ տողն այ առաջի սյունը։ Սա որ բազմապատկում է, այս 3 անգամ 1 պլյուս 1 անգամ 3։ Սա այս 1-ը 3-ով բազմապատկում է, գումարում է ստեղ, գումար 3-ին դառնում է 6։ Հաջորդը 3 անգամ 1 գումարած 1 անգամ 0 3։ Եղավ։ Այսինքն իսկ ինչա սա առաջի երկրորդ տողին գումարվում է 3 անգամ առաջի տողը։ Ինչա կատարվում երրորդ տողի հետ, դե երրորդ տողն է ստեղ, քանի որ ստեղ 001 է, այս 001-ը այս սյուների հետ բազմապատկելով բնականաբար ոչինչ չի փոխում, սա երրորդ տողը պատճենահանվում է հա այստեղ։ Այսինքն ի վերջո մեր մատրիցի հետ ահա այս տարրական ձևափոխությունն է գալիս։ Այսինքն այս տարրական ձևափոխությունը նույնպես կարելի է փոխարինել մի հատ մատրիցով բազմապատկել։ Այս մատրիցը բազմապատկվում է մեր այս մյուս մատրիցով, ստացվում է բազմապատկվում մեր A մատրիցով, ստացվում է ահա այս մատրիցը։ Հիմա մտնենք, այս մատրիցը ինքը
ոնց է ստացվել։ Նայեք, նորից գրեմ ստեղ միավոր մատրից։ Այս միավոր մատրիցի վրա, որը հենց այս տարական ձևափոխություն անեմ, R2 պլյուս 3 R1, ինչ կստացվի։ Ասում ենք երկրորդ տողին գումարենք 3 անգամ առաջի տողը։ Չի լինի 3 ստեղ 1 0։ Կերկին ստացվում է նույն իրավիճակը, գենը այս R2 գումարած 3 R1 գենը ազդում է միավոր մատրիցի վրա, ստանում է ահա այս մատրիցը, ոնց որ փոխանցեց գենը, հիմա սա էլ որ մյուս մատրիցին որ բազում պատկում է, նա էլ գենը փոխանցում է A-ին, ստացվում է ահա այսա։ Փաստորեն մենք ունեցանք, նայեք, այս 3 մատրիցներին։ 1 2 3։ Սա ստացվել է միավոր մատրիցից առաջի տիպի տարական ձևափոխությամբ, սա երկրորդ, սա էլ երրորդ։ Իրանք ում հետ բազում պատկում են, գենը փոխանցում են նրան։ Եկեք անունները տանք, ասենք են առաջի տիպի տարական մատրից է, եթե նա ստացված է միավոր մատրիցից, այս տարական ձևափոխությամբ RI, RI, RK։ Կոչենք իրան երկրորդ տիպի տարական մատրից, եթե նենքը ստացված է մատրիցից երկրորդ տիպի տարական ձևափոխությամբ, և կոչենք երրորդ տիպի տարական մատրից, եթե ինքը ստացված է միավոր մատրիցից այս տիպի տարական ձևափոխությամբ։ Եվ ինքը այն խասյաթներն ունեն այս մատրիցները, որ մատրիցի հետ բազում պատկում են, ինքը տարական ձևափոխությունը փոխարինում են նրան։ Եկեք այս նկարին նայելով մի հատ հիշենք, այս ուզեմ ձեր հիշողության մեջ տպավորվի, որտեղ շատ անգամներ ենք կիրառելու մենք այս խոսակցությունը։ Նայեք, յուրաքանչյուր տիպի տարական մատրիցը ոնց ենք հիշում։ Նայեք, միավոր մատրիցին, որ ես կիրառեմ այս տարական ձևափոխություն, ինչ կանի։ Միավոր մատրիցում այս անկյունագծի վրա ստեղ մի հատ 1 կար, այս 1-ը ցատկում է այս ներքև։ Մի հատ էլ ստեղ 1 կար, այդ 1-ը ինչ անում, 1-ը բարձրանում է վերև, որովհետև RI և RK տողերը դիրքափոխվում են։ Հետևաբար այս մատրիցը այս տեսք ունի։ Ինքը ոնց որ ստացվել է անկյունագծային միավոր մատրիցից մի հատ տարական ձևափոխություն կատարելով։ Իդեպ, որ մենք գրի ենք առնում, սենց սլենգ կա մաթեմատիկական, տարական մատրիցները կարելի է սենց գրել, ունեք կարող եմ սենց գրել։ Սա համապատասխանում է R2, R3-ին։ Սլենգը ինչու՞մ է կայանում։ Տեսեք, օրենքով մենք 2 հատ 0 ստեղ պիտի գրեինք, 2 հատ 0 պիտի սենց գրեինք, չէ՞։ Բայց այս հավելյալ 0-ները, այս 4 հատ 0-ն, որ մենք գրեցինք, բան փոխում է մեր մատրիցի մեջ, իմաստի մեջ, չէ։ Դրա համար այսպես սլենգ կա, ես գերադասում եմ դենց գրել, այ առաջի տիպի տարական մատրիցը այսպես գրել։ Երկրորդ տիպի տարական ձևափոխությունն է կիրառած միավոր մատրիցի վրա։ Այս էլ հեշտ է հիշելը, անկյունագծի վրա երրորդ տարը փոխարինվում է C-ով պարզապես, 1R դառնում է C։ Սա էլ սլենգը սենց է, ասենք կարելի է գրել 1-1-5, էլ այս կողքի մնացած լիքը զերոները գրելու կարիք չկա։ Եվ երրորդ տիպինը, այս երրորդ տիպինի հետ ուշադիր եղեք, ուսանողները շփոթվում են, ուզում եմ հստակ միանգամից լավ հիշեք։ Անկյունագծի վրա գրում են 1R և I-րդ տուղի և K-րդ սյան հատման կետում գրվում այս C-ն։ Եվ ես ուզում եմ միանգամից հիշեք, ոնց է սա հեշտ դյուրին մտաբերելը։ Պատկերացրեք, ոնց որ այսպես մտնում ենք, այսպես դուրս ենք գալիս։ Այսենց մի հատ շարժում ենք կատարում, ոնց որ բիլիարդի շարիկը գալիս է խփում է C-ին, արտացոլվում ընդերից դաշտից դուրս է գալիս։ Ու սա ոնց է պետք կարդալ։ RI, տեսնում եք I-ա, պլյուս CRK։
RI որ պլյուս CR կա։ Եվ սա էլ սլենգը էսպես է, ընդունված, էլի լիքը զրոները պետք չի գրել 1, 1, 1, ստեղ մի հատ եթե 3-ը լինի, սա մենք ոնց կարտաբերենք, ով է ուզում ասել։ R3 երրորդ տողնա չէ էդի։ Գումարած 3 անգամ R էլի երրորդ սյունն է։ Yeah, R1 R3 պլյուս 3 Այ ներողություն։ Ահա։ Այ հիմա դուք ինձ ասեք, ով է ուզում մյուսանով որ այսօր հարցի չի պատասխանել, ասի այ սա։ Ոչ տարական ձևափոխությանը նա համապատասխանում 2R3 նայեք, իրարից ոնց հեշտ են տարբերվում։ Առաջի տիպում ամեն ինչ 0 է, մենակ այս մեկերը սենց շեղ են կանգնած, իրանց հեշտ ճանաչվում են։ Օրինակ տեսեք այս սա։ Այսինքն մենակ առաջի տիպում է, որ անկյունագծի վրա կան 0-ներ։ Երկրորդ տիպում մենակ անկյունագծի վրա տարրեր կան, մենակ մի հատիկը C է։ Երրորդ տիպում անկյունագիծը մեկերից է բաղկացած, մեկերից է բաղկացած եւ մի հատիկ էլ դուրսը տարր կա։ Սա հիմա այս իմ նորվա գրածը որ տիպն է։ R2 գումարած 2R3 Ապրեք, R2 գումարած 2R3, ահա։ Սա կգրեք ինքներդ ձեզ practice կլնեք մի քիչ, որտեվ սա այն բաներից չի, որ մարդ հասկանում է ու վсё հիշում է, չէ՞։ Հասկանալն ու սովորել տարբեր բաներ են։